Ղուկաս 12. Նախազգուշացում կեղծավորության դեմ։ Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց, իրար կոխոտելու աստիճան։ Նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. նախ դուք ձեզ զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ, և ինչ որ շտեմարաններում սպսակ ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրա։ Բայց ասում եմ ձեզ, իմ սիրելիներին, մի զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումից պետք է վախենաք։ Վախեցեք նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո, ասում եմ ձեզ, վախեցեք նրանից։ Չէ, որ 5 ճնճղուկը 2 դահեկանի է վաճառվում, և նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշված են։ Մի վախեցեք, որովհետև դուք շատ ավելի հարգի եք, քան ճնճղուկները։ Դավանել Հիսուսին. ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ, իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի, և ով որ մարդու որդու դեմ բան ասի, նրան պիտի ներվի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներվի։ Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պատասխան պիտի տաք և կամ ինչ պիտի ասեք, որովհետև Սուրբ Հոգին նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պետք է խոսել։ Անմիտ մեծահարուստը ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»։ Եվ նա նրան ասաց. «Ով մարդ, ինձ ով դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»։ Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին, և նա խորեց իր մտքում ու ասաց. տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։ Գիտեմ, ասաց նա, թե ինչ պետք է անեմ, կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ, ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները, ու ինքս ինձ կասեմ. ով մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր։ Աստված նրան ասաց. անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով կհարստանա։ Հոգս և անձկություն։ Եվ իր աշակերտներին ասաց. դրա համար էլ ասում եմ ձեզ, հոգ մի արեք ձեր հոգու համար, թե ինչ եք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թե ինչ եք հագնելու, որովհետև հոգին առավել է, քան կերակուրը, և մարմինը, քան հագուստը։ Նայեցեք ագռավներին, որոնք ոչ սերմանում են և ոչ հնձում, որոնք ոչ շտեմարաններ ունեն և ոչ էլ ամբարներ, բայց Աստված կերակրում է նրանց,
որքան ևս առավել ձեզ, որ շատ ավելի հարգի եք, քան թռչունները։ Ձեզնից ով հոգս անելով կկարողանա իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչու եք հոգս անում։ Նայեցեք Շուշանին, ինչպես է աճում, ոչ աշխատում է և ոչ հյուսում։ Ասում եմ ձեզ, Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի նման չհագնվեց։ Իսկ եթե խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է, իսկ վաղը հնոց է նետվելու, Աստված այդպես է հագցնում, որչափ ևս առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատներ։ Եվ դուք մի մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են, իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ, այլ դուք հետամուտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ։ Փոքրիկ հոտը, մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառեցեք ձեր ինչքերը և ողորմություն տվեք, և ձեզ համար շինեցեք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ոչ գողն է մոտենում և ոչ ցեցը փչացնում, որովհետև ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն։ Պատրաստ լինել Տիրոջ վերադարձին։ Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն և ճրագներիդ վառված, և դուք նմանվեցեք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն։ Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց սպասարկելու։ Եվ եթե տերը գա կեսգիշերին և կամ ավելի ուշ ու գտնի նրանց այդպես, երանելի են այդ ծառաները։ Բայց այն էլ իմացեք, որ եթե տան տերը գիտենար, թե որ ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կդրեն։ Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու որդին։ Հավատարիմ տնտեսը Պետրոսն ասաց. Տեր, մեզ համար ասացիր այդ առակը, թե բոլորի համար։ Եվ Տերն ասաց. ով է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց, ժամանակին կերակուր տալու համար։ Երանի այն ծառային, որին իր տերը, երբ որ գա, այդպես արած կգտնի։ Արդարև ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի։ Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի. իմ տերը ուշանում է գալ, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չէր սպասում, և այն ժամին, որ չէր իմանում, նրան մեջքից 2 կտոր կանի և նրա բաժին անհավատների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ գիտե իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի։ Եվ այն ծառան, որ չգիտե իր տիրոջ կամքը և ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված,
նրանից ավելին կպահանջեն։ Հուր և բաժանում։ Երկրի վրա կրակ գցելու եկա, և ինչքան եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի, և մի մկրտություն ունեմ մկրտվելու, և ինչպես եմ շտապում, որ կատարվի։ Կարծում եք, թե երկրին խաղաղություն տալու եկա։ Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանում, որովհետև մեկ տան մեջ այսուհետև 5 հոգի իրարից բաժանված պիտի լինեն, 3-ը երկուսի դեմ, և 2-ը 3-ի։ Հայրը պիտի բաժանվի որդու դեմ, և որդին հոր, մայրը աղջկա դեմ, և աղջիկը մոր, կեսուրը հարսի դեմ, և հարսը իր կեսրոջ։ Կանխատեսել ժամանակների նշանները։ Ժողովրդին էլ ասաց. երբ տեսնեք, որ արևմուտքից ամպ է ելնում, իսկույն կասեք, թե անձրև կգա, այդպես էլ լինում է, և երբ հարավի քամին փչի, կասեք, թե խորշակ կլինի, և այդպես էլ լինում է։ Կեղծավորներ, երկնքի ու երկրի երևույթները քննել գիտեք, իսկ այս ներկա ժամանակը ինչպես չեք քննում, ինչու դուք անձնապես արժանին չեք ընտրում։ Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մոտ, ճանապարհին հաշիվդ մաքրիր, որ նրանից ազատվես, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, և բանտապահն էլ բանտ նետի։ Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև որ չվճարես վերջին գրոշը։